Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալված է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել։ Ինքնասպան եղածը Արմեն Հովհաննիսյանն է, որը հոգեկան առողջության խնդիր է ունեցել։ Նա ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար։ Քննչական կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Արմեն Հովհաննիսյանին դեռևս մեղադրանք ներկայացված չի եղել, բայց ձերբակալվածի կարգավիճակ է ունեցել։ Ի սկզբանե տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, ապա Նուբարաշենի հոգեբուժարան։ Մայիսի 16-ին առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո շտապօգնության բժշկի ցուցումով նրան տեղափոխել են Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն։ Նույն օրը ժամը 18:07-ին Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Իրանը հաղթող կողմ է եւ նա է որոշում ապագա հակամարտության կարգավորման պայմանները, հայտարարել է իրանցի խորհրդարանական Մոհամմեդ Սալեհը։ Իրանի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի ղեկավարը Մեհր լրատվական գործակալության հետ հարցազրույցում ընդգծել է, որ 10 կետանոց ծրագիրը կարմիր գիծ է Իսլամական Հանրապետության համար։ Պայմանները թելադրում է մարտադաշտում հաղթած երկիրը, այլ ոչ թե ձախողած, իր նպատակներին չհասած եւ միայն ավերածություններ բերած երկիրը։ Հետեւաբար ամերիկացիները պետք է ընդունեն մեր պայմանները, ասել է Սալեհը։ Թուրքիայի իշխանությունները չեն շտապում հաստատել լրատվամիջոցների տեղեկությունը, որ այսօր երկրի հյուսիսային Սամսուն քաղաքում պայթած անօդաչուն ուկրաինական է։ ԱԹՍ-ի պայթյունից առնվազն 3 բնակարան է վնասվել։ Թաղամասի շենքերի բնակիչները խուճապահար դուրս են վազել իրենց բնակարաններից։ Զոհեր, վիրավորներ չկան։ 1 մետր թևերի բացվածքով 25 կիլոգրամանոց անօդաչու թռչող սարքը նախնական տվյալով հետախուզական ԱԹՍ է եղել։ Դրա բեկորները այժմ փորձաքննություն են անցնում։ Ենթադրվում է, որ անօդաչու թռչող սարքը շեղվել է ուղղությունից, այն պետք է թռչեր դեպի Ղրիմ կամ Կրասնոդարի երկրամաս։ Թրամփի վարչակազմը հորդորում է Արաբական Միացյալ Էմիրություններին գրավել Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Լավան կղզին, հայտնում է Տելեգրաֆը։ Պարբերականի տեղեկությամբ Պարսից ծոցում գտնվող այս կղզու վրա մեկ անգամ արդեն Արաբական Միացյալ Էմիրությունները գաղտնի հարձակվել է ապրիլի սկզբին։ Կղզում են գտնվում Իրանի կարևորագույն նավթավերամշակման գործարաններից ու նավթի արտահանման տերմինալներից մեկը։ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի նոր հարձակման մասին լուրերի ֆոնին Թեհրան է ժամանել Պակիստանի ներքին գործերի նախարարը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունները վերակենդանացնելու հակամարտությանը վերջ դնելու համար։ Այս այցից մեկ օր առաջ Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Պակիստանի միջնորդական ջանքերը չեն ձախողվել, սակայն դժվարությունների են բախվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթվա սկզբին ասել էր, թե Իրանի հետ հրադադարը ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ պաշտոնական Թեհրանի խաղաղության հասնելու նոր առաջարկները Թրամփն անվանել էր աղբի կտոր։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կադրեր է հրապարակել մայիսի 8-ին Օմանի ծոցում կալանված մի տանկերի։ Այն տեղափոխել էին դեպի երկրի հարավային ափեր։ Տանկերում իրանական նավթի խմբաքանակ էր, ըստ պաշտոնական Թեհրանի, նավը փորձել էր խաթարել երկրի ազգային ու տնտեսական շահերը, օգտվելով տարածաշրջանի բարդ հանգամանքներից։ Նավի անձնակազմը հանձնվել էր իրանական արդարադատությանը։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նշել է 2 պատճառ, որի հիման վրա Եվրոպան պետք է վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Նրա կարծիքով առաջինը Ուկրաինայի դիրքերն այժմ ուժեղ են, իսկ Ռուսաստանին է թույլ։ Ըստ Ստուբի Ուկրաինան մեծ հաշվով հաղթում է այս պատերազմում եւ Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսելու հարցում։ Որպես երկրորդ պատճառ նա մատնանշել է եվրոպական շահը։ Օրեր առաջ Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եվրոպացիները ուկրաինական հակամարտության հարցում չեն կարող միջնորդի դեր ստանձնել։ Լոնդոնում հազարավոր մարդիկ միանգամից բողոքի 2 ակցիա են իրականացրել։ Բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, կան բազմաթիվ ձերբակալվածներ։ Ակցիաներից մեկն անցկացվել է աջակողմյան ակտիվիստ Թոմի Ռոբինսոնի գլխավորությամբ, որը դեմ է իշխանությունների միգրացիոն քաղաքականությանը։ Մյուսը կազմակերպվել է ի պաշտպանություն Պաղեստինի եւ ցուցարարները պահանջել են կրակի դադարեցում Գազայում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը քննադատել է հավաքվածներին մեղադրելով դեմոնստրանտներին ատելություն եւ պառակտում սերմանելու համար։ Սա տեղի է ունեցել կառավարության մի շարք անդամների հրաժարականի եւ Սթարմերի հրաժարականը պահանջելու ֆոնին։